Ռոբերտ Քոչարյանը ձեր դեմ դատական Ես այնքան ուրախ եմ, եթե իմանայի, չէ, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեն, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծ ուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծ ուտեն, ինչի մենք ներողություն, բայց մենք դրա մասին չենք խոսում։ Հիմա հարցին Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխան, հետո Վահե Մակարյանի հարցին չմոռանաս խնդրում։ Ռոբերտ Քոչարյանի ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ, եթե իմանայի, որ դատի է տալու, նույնիսկ պատրաստ էի, ես բանը վճարեի այդ գույքը հարկա, ինչա կոչվում այդ պետական турքը պատրաստ էի վճարել, բայց դե հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող ա ուզում ինձնից, վստահ եմ, որ այդ 200 միլիոն դոլարին այդ 9 միլիոնը ճիշտ է բան չի փոխելու, բայց էլի տենց Պետքա ձեր ծախսերը, որ կարողանաք վճարել։ Չէ, ես չեմ կարծում, որ նախ ինքը դատը հաղթելու է, որովհետև ես որքան հասկանում եմ, ես որքան ինչ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ, մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի Պողոս Պողոսյանի այդ դրանք ես պետք է ապացուցեմ, կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չի, թալանչի չի եւ ինքը մենք հիմա դատական նիստ ենք, լավ, մենք հիմա դատական նիստ է, դու որպես մարդ, որը ինձ պարտվել ես դատական նիստում հասկանում եմ, որ դրանք լավ գիտես, բայց ինչի պետք է կանչեն, քաղաքացիական գործով չեն կանչում, փաստաբանս կգնա, անիջան լավ իմ ու քո երեկոն չի, իմ ու քո բարեկամության երեկոն չի, մնացածի հետ կապված քո գործընկերները հարցնում